Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Յուրաքանչյուր ծնողի բարդականությունն է ոչ թե իր զավակը հարմարավետության հանգիստ յանքի վարժեցնել, այլ վարժեցնել անոր բայկարելու յանքին մեջ եւ բոլոր նեղություններուն դիմաց ոտքի մնալու դոգուն ու հաստատ լալու այլապես սիրելներ թուլամորտ յանքը երեխային համար զին կդարձնե անպատասխանատու եւ յանքի դժվարություններուն դիմաց եթե հանդիպի գնգրգի գործանի մինչդեռ դժվարությունների անցած զավակը գրնա իր ոտքին վրա կանգնել եւ այդպիսով նաեւ աբակային ընտանիքը ամուր բահել ու ազգնալ ամուր բահել։ Լսեցեք հետեւյալ պատմությունը։ Օրը գինը արձիվի հետ կփարեգամանա եւ արձիվին գսե կվախնամ արձիվ գսե ինչեն գինը կպատասխանե կվախնամ որ երեխաս նեղությանց հանդիպի գուզեմ որ իմ երեխայիս լավակույն դաստիարակությունը տալ բայց չեմ գիտեր որ արդյոք ճիշտ ծավով կմեցնեմ եւ արձիվը անոր կպատասխանե երբ իմ ցակերս պիտի ծնին փափուկ փույնի մեջ զանոնք կծնիմ բայց երբ կսկսին մեծնալ փույնիս մեջ են կսկսիմ դուրս անել ամեն փափուկ բան եւ վերջավորության միան փուշերը կթողնեմ որբեսի զավակներս հարմարավետության գագուղ կյանքի չվարժվին գինը գսե հավա եթե ինան արձիվ մայրը կպատասխանե կփռնեմ զանոնք բայց հետո ես զանոնք կնետեմ դարձյալ կփռնեմ մինչև որ վարժվին թրջիլ ինքնուրույնը լալ երբ սկսին թրջիլ այնադեն միտքս հանգիստ կլա եթե միշտ իմ մոդս բահեմ զանոնք եւ միշտ գագուղ փույնի վարժեցնեմ ապա երբեք անոնք չեն աջիր եւ չեն ամրանար չեն զորանար այնադեն գինը կհասկնա արձիվին այս սքանչելի դվածտասը եւ գսե շնորհակալ եմ քեզ մայր արձիվ այսօր ինձի հույս տվիր եւ իմաստության ուժ տվիր եւ արձիվը գսե սիրելի մայր եթե գուզես որ երեխատ թրջի եթե գուզես որ երեխատ կյանքի մեջ ոտքի կանգնի մի գաբեր անոր թևերը հարմարավետությամբ թող ինա որբեսի սորվի դարձյալ ոտքի կանգնել ամրանալ ու ինքնուրույն կյանքով ապրիլ սիրելի ծնողներ այո դուք մայրական եւ հայրական այս փնաստ ըսկացում ունիք որ ձեր զավակները նեղության չհանդիպին բայց եկեք խոստովանենք որ միջին արևելքի մեջ զավակներու ապրած դժվարին կյանքը զիրենք ավելի հասուն կդարձնե եւ երբ կնայիք արեմուտքի հանգստավետ կյանքին եւ ձեր զավակները կփախտadեք այդեղ ապրող իրենց նույն տարիքի երիտասարդներու հետ բադանիներու հետ կտեսնեք որ հսկա տարբերություն կա կյանքի նեղությունները սիրելիներ դժվարությունները մարդս մարդ կդարձնեն մարդս հարմարավետութենեն դուրս բերելով պատասխանատվության կառաջնորդեն հետևաբար դուք ոչ թե ձեր զավակները հարմարավետ հանգստավետ կյանքի վարժեցուցեք այլ ձեր հովանին դակ ձեր պաշտպանության տակ առնելով հանդերձ անոնց սիրելներ հսկեցեք
որբեսի մոլար ջամփաներու մեջ են չերթան, բայց երբ նեղության մեջ հանդիպին, նեղության մեջ ինան, քաչալերեցեք զանոնք, որ ոտքի գանքին։ Ճիշտ ինչպես որ երբ երեխամը նոր պիտի քալե, ծնողները գուրախանան, երեխան 1-2 քայլ գառնե ու գինա, գուլա երեխան, որ գծավի, բայց ծնողները ինչ կնեն, կքաչալերեն զինք, կսեն, ապրիս, լավրիր, կրնաս կալել, եւ այդպես քաչալերելով դարձյալ ոտքի կգանքնեցնեն զայն, մինչև որ այլևս երեխան ինալե յետք, նորեն ինալե յետք, ոտքի կգանքնի ու կսկսի այլևս ինքնուրույն քալել։ Ահա նույն ցևով սիրելիներ, նույն ցևով ծնողներ ծեր զավակներու այս կյանքի դժվարություններուն երբ կհանդիպին, պիտի քաչալերեք, որ դիրոջ վստահին ու ոտքի գանքնին, պիտի քաչալերեք զանոնք հաստատ ըլլալու, վստահություն ունենալու իրենց անձին վրա եւ դիրոջ օգնությամբ առաջ երթալու, բարձրապես որ մի վարժեցնեք անոնց հարմարավետության, ամեն ինչ եթե դուք դակ, ծեր զավակները փան չեն սորվիր, չեն զորանար, ինքնուրույն չեն ըլլալ, եւ կյանքի ո՞յ մեկ նեղության ժամանակ դժբախտաբար կխորդակվին։ Հետևաբար, թեև ծեր ծնողական սերը քուրքուրանքը պիտի ցուցաբերեք մինչև ծեր կյանքի վերջին օրը, բայց նաև սիրելիներ քաչալերեցեք զանոնք, որբեսի անոնք կյանքի դժվարություններու մեջ են հավատքով կալեն, անվախ կալեն, հաստատ կալեն, որովհետև Աստված անպայմանորեն զանոնք ոտքի պիտի գանքնեցնե, երբ ինան։ Դեր Եսայի մարգարեին բերնով գսե 41-րդ գլխու 10-րդ համարի մեջ. մի վախնար, ես քու ցերքետ բռնած եմ ու քեզ գարաչնորթեմ։ Հետևաբար, ծեր զավակներուն սորվեցուցեք Աստվածավախ ըլլալ, ծեր զավակներուն սորվեցուցեք կյանքի դժվարություններուն դիմաց չընկրկիլ, չհուսադիլ, այլ միշտ հիշեն, որ Աստուծո աներևույթ ցերքը անոնց աչեն բռնած է ու դերը գարաչնորթ է։ Սորվեցուցեք, որ ինքնուրույն ըլլան եւ այդ ժամանակ մենք ապակային առողջ ընտանիքներ կունենանք, որովհետև երբ զավակը իր բադանեգության, իր երիտասարդության ընթացքին նեղությունները անցած է ու հաղթահարած է այդ բոլորը, այդ ժամանակ երբ ընտանիք կազմե, նեղությունները կհաղթահարե ու այդ ընտանիքը ամուր կմնա եւ ընտանիքը ազգի բզդիկ փչիչներն են, երբ ընտանիքները զորավոր կլան, ազգնալ զորավոր կլա։ Ոն ուրեմն, սիրելի ծնողներ, մայր արձիվեն օրինակ առնենք։ Ձեր փույնը միշտ փափուկ թողլա, բայց երբ սկսին ձեր զավակները մեծնալ, փափուկ բաները հերացուցեք անոնց մե, փուշեր թողելեն նույնիսկ իրենց կյանքին դիմաց, որբեսի վարժվին, թե ինչպես պիտի թիմագայեն նեղությունները եւ դիրոջ վստահությամբ իրենց անձին վրա վստահելով նաև ոտքի գանքնին ու առաջ երթան կյանքի մեջ։ Աստված բոլորից զավակները թող բահե բահբանե, չարի փորձություններ են, մոլար ջամփաներ են եւ դիրոջ խաղաղություն եւ օրհնությունը անոնց վրա հովանի ելա։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։